Ողջույն հարգելիներս, բարի գալուս նոր բլոգ։ Սկսում ենք մեր բլոգը այս գեղեցիկ տեսարանից։ Աղջիկներս շատ գեղեցիկ ծաղիկներ, անունը կարծեմ Լիլիայի, թե չեմ շփոթվում, արդեն երկար ժամանակ է, ընդհանրապես իր տեսքը չի գցում։ Շատ սիրուն է եւ այսպես գեղեցկացնում է մեր հյուրասենյակը։ Դրսում ինչպես տեսնում եք հիանալի եղանակ է եւ այս պահից վլոգը սկսված է։ Էլինային քնացրեցի Արսենին նույնպես եւ անցանք վլոգ նկարահանելու։ Մի երկու հատ մառոզինա խաղեմ ու գնանք ցույց տամ մեր հրաշքայգին, քանի որ շատ եք հարցնում համ կարտոֆիլի մոտ գնանք, որովհետև հարցեր կար կարտոֆիլի մոտ, ինչպես անենք, որ երբ կարտոֆիլը հավաքենք, որ ամսին, երբ են ընդհանրապես հավաքում։ Մի երկու մառոզին այս տարի շատ քիչ աղջիկներ ջան, ցուրտը տարավ, ոչ մի բան չթողեց, անենց է թթու է։ Լավ շոկ է, նույնիսկ վտանգավոր է դուրս գալը, կարող է և օձեր լինեն։ Այս լոբիներն է աղջիկներ ջան, սկեսուրս Հայաստանից է բերը, օй արդեն լոբի կա վրան, երկար տեսեք, տեսնես տեսել է սկեսուրս, թե չէ։ Սկսել է ծաղկել, ահա, վարունգի թփերն է, նայեք վարունգների, շուտով մարինադ ենք անելու, հիմա տենամ որ մեկն է ինձ կանչում, ասում Աննա ջան, ինձ կեր, հա երեխեք ջան, չմտածեք բգլիկ եմ, բայց ամեն դեպքում շատ հավես է, որ կարողանում ես օգ տվել, են մեկը երևի ավելի այսպես շուտ է սկսե մեծանալ, մի հատ տանենք լվանք, համ տեսենք, համը ձեզ ասեմ, լավն է թե ոչ, ոյ սկեսուրս ասեց ինքը որ սորտնա, ոյ մոռաց անունը, տեսնես ես թփերով տոլմա չի եղնի վարունգի, ինչ կասեք, կարելի է փորձել, շատ սիրուն թփեր է մեծ, ջրելու կարիք է զգում, բայց ոչ հիմա, իրիկունը հովին, որպեսզի թփերը չխաշվեն, վա ինչ էր ես վարունգի անունը, վարդերը սիրուն ծաղկեմ, քանի ես պես թուփ է մնացել, էլ չեմ ուզում կտրեմ տուն տանեմ, ափսոս է, թող այստեղ սիրուն ծաղկի, ինչ էր ես վարունգի անունը, դամբուլ կա այս ծառի վրա, թե չէ, դամբուլ չէ, ինչ էր անունը, մոռաց անունները, ուղեղս կախեց, սմարոզինա չէ, մեկ անունի չէր, գնաց, չորնասլիվա ինչ, ահա, հիշեցի, ընկույզ ընդհանրապես չկա, Օ երեխեք, լվացք եմ միացրել ու մոռացել եմ, լվացք ունեմ փռելու, սպասեք, այստեղ ընկույզն է, առավոտ շուտ ջուրը փոխել եմ, մի հատ էլ իրիկունը կփոխեմ, գնանք ձեզ սմբուկները, ջուրն են զիարման ակալի աղջիկներ ջան, ոս ինչ համով է,
Շատ համով է։ Ստեղ են ասել, աղ մամա ջան։ Մի հատ դառը համ չունի։ Կծու պղպեղ է, նայեք։ Նորը որտեղ տեսա սմբուկը։ Հələ նայեք։ Կյանք են։ Իրանց է պետք է ջրենք, հողը լավ չոր է։ Ինձ համով վարունգ էր աղջիկներ ջան։ Մոտիկ լինեիք հյուրասիրեի։ Այսօր իրիկում անպայման են վարունգի թփերը պետք է տեղափոխեմ, ծառի տակ էի դրել ու մտածեցի հով կլինի, լավ կլինի, բայց այդպես էլ լավ չեղավ։ Տուգատ է մեծանում։ Այս կլուբնիկի բեղիկները կոտորվա պոկելով աղջիկեք ջան։ Ոնց որ ասում էի Կաննա ջան հեռացրու, հեռացնում եմ ու հնար չկա։ Նորից ինքը բարձրանում է։ Եկեք գնանք կարտոֆիլի մոտ։ Ստեղ է դե գիտեք վարունգներ ունենք, ահա։ Իրանց էլա ջրելու, լավ պետքա ջրենք, դեղ սրսկենք այդ թրթուրների դեմ։ Այն կոմի վարունգի նայեք։ Դուրս է եկել։ Այն կոմի վարունգի սորտը Հայաստանից է բերված։ Բա ինչ էր անուն, հələ մի հատ դուք գրեք, կամ հեսա գնամ Սուսան տատիկին հարցնեմ, ասեց է, Նազրվան, հիշեցի, աստեղ աղջիկներ ջան, դանդուր ունեմ, դանդուր չեմ ուզում թթու դնեմ, մարինատ անեմ, ուղղակի ուզում եմ տապակենք, կարող այսօր տապակենք, ափսոսա, գնամ տեսնեմ, եթե հավերը ձու են ածել, այսօր կտապակենք, անցանք կարտոֆիլին։ Աղջիկներցս գրել էին Աննա ջան, կարտոֆիլ ենք ցանել 5-6 թուփ կարծեմ, երբ կարելի է հանել։ Երբ աղջիկներս թուփը ամբողջովին չորացած է լինում։ Այսինքն օգոստոս, չէ, կներեք, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին են հիմնականում կարտոֆիլը հանում, եթե ուշահասը։ Հիմա մեր կարտոֆիլը շատ մանր է տակը, դեռ այդպես հասունացած չի, դեռ ժամանակը չի հանելու, այս գալուկներն էլ խեղդում են։ Դստեղ նայեք։ Ամբողջ թուփը այսպես գալուկի մեջ է։ Կոտորվանք մաքրելով, դեղելով, բայց դե էսա։ Կարող է իմանալ աղջիկեք ջան, սրանց դեմ ինչ կարելի է անել, ինչ լուծում կա, ինչից են առաջանում այս գայլուկները, եթե գիտեք, խնդրում եմ էլի մեկնաբանությունների բաժնում գրեք, ես մենց սիրով ընթերցում եմ, ընդունում եմ, կատարում եմ, կարտոֆիլին այս անգամ ընդամենը առաջի բուգը տվեցի, ու այդպես էլ մնաց, անցած ամիս եմ, մայիսի 9-ին եմ կարտոֆիլի բուգը տվել, դեռ մի ամիս, 2 ամիս չի անցել,
Նստեղ տեսեք, ես ինչ հարեր, ես գայլուկ չեղածը։ Սաղ թուփը այսպես։ Այ պետք է այսպես լինի թուփը։ Ամբողջովին չորացած, լավ պետք է չորանա։ Ես դե վառվել անես չի, որ արդեն հասունացել է։ Դեռ ձեռք չեմ տալիս։ Պետք է այդ ձև լինի։ Հələ ստեղ տեսեք, վայ, խեղտել է սաղ կարտոշկին։ Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին նոր կարող եք հանել, եթե ուշահասա, հա։ Լավա ձեր հետ խոսալով եկա հասա ստեղ աղջիկեք ջան, թե չէ կտարածվեր, նայեք արդեն գնում աչու ձախ, հլա ինչ արմատում ես գայլուկը, ոյ ոնց վախեցա, թուփը շարժվեց, ես մտածի օձ եկավ, մամա ջան, ես ինչ էր, հլա բանդե նայեք, սա ախողը, ես գայլուկից է, հա, ես տարածվել է, այդքան էլ բուկ տալու ժամանակ էլ եմ մաքրել, ընթացքում էլ սկեսուրը ստան, բոլոր անդամները ստեղ մաքրել ենք, բայց արի ուտես սրանց դեմ մենք անզոր ենք, ինչ կարելի անել, ես տենց բան ստեղ առաջ անգամ եմ տեսնում, ես մեր Հայաստանում չեմ տեսել սենց դեղին գայլուկ մայլուկ, որ ուտի փաթաթվի, խեղտում է էլի, չի թողում զորանան, ես ինչ էր, հլնդե տեսեք, ես է հանեմ կարտոշկեն չի շնչի, այ կեզ կան, որոշ մասը թարգենք, հասանք լոբիներին, ես տանեմ ստեղ, ես կան հանեցի, լոբիները հավաքելու չի, երկու անգամ է ջրենք նոր, այսօր ընդեղ վերև ծիրանի ծար տեսը, մի հատ գնանք տեսնենք ծիրան կա, թե չէ, ու նոր գնանք միասին մի հատ հավեսով սրճենք, այսօր ձեր հետ կոֆե մենակ կեֆիրով եմ խմել, այս սարները բերքատու եղնեին գոյնե որ կան, աննպատակ մեծացել են, հələ տեսնենք ինչ կա, պետք է բոլորը արմատահան արվի ու նորը բերքատու ծառներ տնկենք, չէ, բայց ես որտեղ տեսա ծիրան, կամ էլ աշկերս են արդեն ինձ խափում, ոչ մի բան էլ չկա, հա, հեսա ծիրանի ծառը, բայց վրան ծիրան չկա,
Գնացինք աղջիկներ ջան, տեսնեմ հավը ձուացել թե ոչ։ Դանդուր հավաքենք, տապակենք այսօր էլ դանդուրը համտեսենք։ Պիպերթով ճաշը աղջիկներս անմահական էր։ Շատ հեշտ է պատրաստման եղանակը, հատկապես եթե առաջի անգամ եք պատրաստում, ուղղակի սոխառած եք անում, մարդիկ ասում են մենք սոխառած չենք անում անջան, ուղղակի ջուրը, կարտոֆիլը, պիպերթը, աղը, բայց հիմնականում ես միամ, որ ճաշը մի քիչ գույն ունենա, սոխառած եմ անում, նույնիսկ բանջարով, կծանով ճաշն էլ ես սոխառածով եմ պատրաստում, եթե ասենք կծան եմ, ինչ ճաշ ուզում լինի, ես պարտադիր սոխառած եմ անում։ Գնանք հավերին էլ ստուգենք ու գնանք։ Այդ գալուկի համար, ոյ, ես էլ արևած ծաղիկներն եմ։ Այդ գալուկի համար շատ նվվեցի։ Երեխեք ջան, սաղ կարտոֆիլը այսպես վերցրել է իր ձեռքի տակ։ Այս կոմեր արդեն չորանում է կարտոֆիլը։ Ջրելուց հա թե շատ անձրև եկավ, թե ինչ։ Այս տարի անձրևը առատ էր ստեղ, այն որ կարիք չկար դու ջրես։ Այնում սիրուններն են, ғազերը օր-օրի փոխվում են, այ, արագ են մեծանում։ Հավերն էլ իրանց համար սթի ծառի տակ նստած է։ Բան չեմ բերել ձեր համար, գալիս են մոտս։ Գնացինք։ Չէ, վարում։ Ստեղ։ Լիք նայսպանես կանոնա։ Այդ որ ջրենք էլ որ հետո օլնի, ամի չապեն կարնիմ, կելիմ գնիմ ջանի։ Արին սարքի շատ չորա։ Պետք է ջուր լցվի, ասում եմ ջանի։ Եկեք ջան, կոֆե։ Ես նկարել համես։ Չանտատունը չէ մեջանցը ժարգե։ Ես ուր ես։ Ակարգա գնաց։ Մերը դուրա։ Դե կարող է ես էլ ելնեմ կոմ ուշելնի։ Չիդեմ տես պոցես կը։ Մամա դուրա։ Ոլա։ Ուզանի չվերցրեց, մեջը չրավ, չշտա բեղավ։ Իգի ինտերնետ չունի սանտոկա։ Այ աստված հասնի, եղավ տելա։ Նա, հաբը։ Հայաստանի կեսը ծնգզնելու վրայա։ Փող չեն գցել։ Փող ինչ ակցես ինտերնետի մեջ։ Սանտոտը։ Չիդեմ ինչսեն։ Խնայեմ ենք։ Ես իմ սա համարներս անջատացա, փող չկա մեջը, հայկականն էլ հետ է։ Իմս փոխեցինք ուրիշ համարներ։ Չէ, սրա մեջ հաստատ չգեմ սրա մեջ հայկականը դրած, թե չեմ տեսնած։ Առանց փող գցելու 2800 դրամ տանում էր, չգիտեմ, ինտերնետ էր ակտիվանում, ինչ էր ակտիվանում, ինչ փաթեթ էր միացրած։ Չէ, որ Հայաստան դու միացնում ես ինտերնետ։ Հա, ճանճան ծրագիր, ճանճանը։ Չգիտեմ։ Իմս չգիտեմ, ինտերնետ էր 2000 ուղղ մի ամիս անսահմանափակ։ Բայց որ դուրս էի գալում Հայաստանից ռոմինգ էր, մի չի լինում։ Ստեցել է դվարա, ընդհանրապես այս Ռուսաստանի տարածքում չէր բացում, բայց Վրաստանը, ցելի Վրաստանը կապ եմ ունեցել։ Գումար չտարա։ Չէ։ Մոլոդեց։ Նավիգատորը Գյորգի անջատվեց, ուրիշ ճամփով գնաց, իմս միացրած էր, դասա հետ ենք եկել այդ նավիգատորով, կապը աշխատում էր։ Ես Հայաստան ուրտում եմ, հեն սամանացնում եմ իմ հայկականի կաբել միանում է, անջապես ռոմինգ է ինում, ելնում է ռոմինգից։ Մենք հենց Գոգավանից արդեն ես կոմեկանք Վրաստան, սկսվեց նամակները, որ կարող ռոմինգ միացնենք, բարձրացավ սերոսով։ Երկուս նոր կնա։ Դենաս իրանց ինչ անդրեքս ես կլոլոր կա։
Աղջիկներս այստեղ գնումները ինչպես տեսնում եք, արագ-արագ գնումները ցույց տամ, տեղավորենք եւ անցնենք հաց պատրաստելու։ Ինչպես տեսնում եք, մակարոնները, բուսայուղը, բրինձը, տոմատի մածուկները, հավ։ Շուտով պետքա գնամ այն ճուտիկներից առնեմ, որ 2 ամսում դառնում են իսկական տնական հավ։ Ինչ են ասում իրենց, բլոյեր կարծեմ, հա։ Մի 30 հատ պետքա վերցնեմ, որպեսզի այլ խանութից հավ չգնենք, մենք մեր տնական հավը ունենանք։ Ասեմ շատ համեղ է ստացվում, եթե սկզբից ստարտը տալիս եք, երբ մի շաբաթ ռոստ ենք տալիս, իսկ մնացածը արդեն տնական ցորեն, գարի, այդպես բաներ են կերակրում, որպեսզի միս ավելի համով լինի։ Այստեղ ինչպես տեսնում եք, ալյուրա, բուսայուղերա, նփիրշիկա, սուպչիկներ է երեխաների համար, ճիշտ ամեն անգամ չեն գնում, ուղղակի տարին մեկ անգամ այսպես թույլ ենք տալիս, որպեսզի ուտեն, իրանց սրտով լինի, հա։ Ձու ենք վերցրել, հավերը սկսել են էլ ձու չածել, հեն ժամանակ 4 հավը 5 հատ ձու էր ածում, հիմա 4 հավը նույնիսկ մի հատ ձու չի ածում։ Այստեղ ինչպես տեսակ կաղամբները, հատուկ բորշի համար ենք վերցրել, բայց նաև սալաթի համար շատ ընտիր կստացվի։ Օճառը, որը շատ ընտիր մաքրում է սեղանի շորերը, աղերը, ինչպես տեսնում եք, եւ այդպես աղջիկներս, կարտոֆիլը, լոլիկը, ամանների հեղուկը, երեխաների ամենասիրած կոնֆետն է։ Մենք կարտոֆիլ դեռ չենք անում, որովհետեւ դեռ շատ մանր է, այդ իսկ պատճառով գնում ենք թարմ կարտոֆիլի կիլոգրամն է, այստեղ 80-90 ռուբլի է։ Բայց դե հիմա այդ է, չենք կարող ժամանակից շուտ կարտոֆիլ հանենք, որովհետև շատ մանր է ու շատ ափսոս է, հա, հիմա հանես եւ օգտագործես։ Այդպես աղջիկներ ջան, հիմա պատրաստվում ենք ամառային ճաշ պատրաստել, սկեսուրս 1 սմբուկ է վերցել, խանութում 1 սմբուկ էր, առաջի անգամ հատիկով ենք վերցել, որովհետև չկար։ Կարմիր բազուկ է, դդմիկ է։ Աղջիկեք ջան, սկեսուրս ինչպես տեսնում եք, ամառային ճաշ է պատրաստում։ Սեն շերշեր տեղադրում ենք։ Շերշեր ավելացնում ենք աղջիկներ ջան, լոբի, լոլիկ, սոխ, սմբուկ, դդմիկ։ Ինչ ես ուզում։ Նյամ։ Արի տամ։ Իրա պամիդոր ընդեղ է մնացել։ Երբ ավուդում։ Մեր հողամասի ծիծակն է կծու պղպեղը։ Չէ, դες կծու չէր, մուրացել էինք պիբար, նախ չկար, որ առնեինք, այսօր պիբարը քիչ է մեջը, ոչինչ, ես սրան կամսնելու, ամեմունք է թող համտա, Հավի համեմունքը։ անուշ հոտնեկավ, ես կանաչին առատ, սամի պետրուշկա, մաղադանոց համեմ, է դիրեկն է, հետո միսն ենք տնում, Հավի միսը։ հա, Մի հատ հավա էլի։ հավա, ծելի հավա, Բայց կտեղ հա, կտեղավորվի, բայց պիտի է։ հա դե, ջուրը քիչ կարմի, երալուց հետո ջուր կավելացնի, Դիդավորյալ բայրոմկեն եմ վերցրի, որտեղ բայրոմկեն շատ լավ է եփում, արագ է եփում։ Միջի բան զրա միջից ամենա ուշ եփողը լոբին պետք է լինի, բայց բայրոմկեն արագ ձևով եփում է։ Էսի լոբին։ Դրայշ։ Սմբուկն ենք ավելացնում։ Լասնա։ Մի քիչ ջուր կավելացնենք, շատ ջրով չեմ անի, որ չենի թափվի, հետո վերջում արդեն ջուր կավելացնենք, երացրած ջուր կավելացնենք։ Էլինա, Կանգուրները։ լասա կյանքս, դու գիտես ինչքան ֆանատներ ունես աղջի, հա, դու գիտես, Հետո իշկա։ լասա կյանքս, սիրտես, հետը ստո, լասա կոֆե խմելու,